Պարոն Ավինյան, օրերս հայտարարեցիք, որ մետրոպոլիտենի արդիականացման ծրագիր է լինելու, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք դրանք փուլ առ փուլ են լինելու, ինչպես են փոխարինվելու այդ ռելսերը։ Մետրոպոլիտենի արդիականացման ծրագիրը ամբողջական մեր մետրոպոլիտենի ենթակառուցվածքի արդիականացումն է ենթադրում եւ ռելսեր եւ վագոններ, անվակոչեր, ամեն ինչ, այսինքն այն ինչը չէր արվել տասնամյակներով, այս ծրագրով մենք իրականացնելու ենք եւ հաստատվել է փաստացի կառավարության հանձնառությունը ֆինանսական առումով, այսինքն ներդրումային կոմիտեում այդ տեսակ հանձնառություն է ստանձնել կառավարությունը, երկրորդ ծրագիրը, որ հաստատել ենք, ֆինանսական հանձնառությունն է Աջափնյակ մետրոյի կայարանի հետ կապված եւ երրորդը, որը մի քանի կոմպոնենտ ունի, երրորդ ծրագիրը մեր էլեկտրական ավտոբուսների գնման ծրագիրն է, դեպոների վերազինման ծրագիրն է եւ այդտեղ ունենք մի կարևոր եւս մի կոմպոնենտ 250 հեկտար դալմայի այգիների կառուցման ծրագիրն է եւ այս 650 միլիոն դոլարի հանձնառությունը փաստացի ներդրումային կոմիտեն ստանձնել է եւ կառավարությունը ստանձնել է։ Իհարկե դա իրականացվելու է փուլային, դա երկարաժամկետ ծրագիր է, ինչպես մետրոյի արդիականացումը, այնպես էլ կայարանի կառուցումը, բայց ընդհանուր առմամբ արդեն ոնց որ մենք մոտենում ենք հենց բուն իրականացման փուլին։ Դա երբ է նախատեսվում այդ էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը, մետրոպոլիտենի հստակ ժամկետներ, այսինքն կարող եք նշել։ Իրականում հենց բուն գործընթացները արդեն իսկ մեկնարկում են եւ այստեղ կարեւոր է լինելու վերջնական ֆինանսական աղբյուրի հարցը, այսինքն մենք ունենք մի քանի ճանապարհ, կա ճանապարհ, օրինակ եմ ասում, հենց նույն Աջափնյակի մետրոյի կայարանը, որ ֆինանսավորվում է բյուջեի միջոցներով, դա ավելի արագ ընթացակարգ է, եթե մենք մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ միասին գնանք այդ ճանապարհը, դա մի փոքր ավել կտևի, բայց բոլոր դեպքերում 2027 թվականին մենք տեսնելու ենք արդեն փաստացի գործուն աշխատանքներ։ Այդ ռելսերի փոխարինումը այնպես է կազմակերպվելու, որ մետրոպոլիտենը գործի, ինչպես է լինելու, որ կոլապսի առաջ չկանգնի Երևանը։ Այնուամենայնիվ պետք է գիտակցենք, որ արդիականացման process-ում մենք ունենալու ենք որոշակի ժամանակներով մետրոպոլիտենում կանգեր եւ դադարներ, բայց աշխատանքները այնպես են կազմակերպվելու, որ այդ հենց բուն մետրոպոլիտենի աշխատանքը կանգնեցնող process-ները իրականացվեն ամենաարագ ռեժիմով։ Պարոն Ավինյան, որպես